Հարգելի ձկներ, եկեք միասին տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հուլիս ամիսը։ Հուլիսը ձկների համար։ Ձկների աշխատանքը, որ նորից խառնենք կարտերը։ Ձկների աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, խորհուրդը տիեզերքի, ձկների համար անակնկալը և զգուշացումը և տեսնենք ողջ ամսվա էներգիան։ Եվ հարգելի ձկներ, ձեր աշխատանքը։ Աշխատանքի հետ կապված կարողանաք պահել բալանսը, կարա լինի ճանապարհ։ Այստեղ հնարավոր է դուք որոշեք, որ նաև պետք է այսպես երկրորդ աշխատանք ձեռք բերեք։ Կամ լինի կարիք հասկանաք, որ աշխատանքն եք թողում, եթե ձեզ խանգարում է բալանսը պահել։ Կամ կարտը հստակ ցույց է տալիս, ինչպես աշխատեք, այնպես կարող եք վարձատրվել։ Ֆինանսի հետ կապված էլի ցույց է տալիս կրիզիսային իրավիճակ, ներդրումներ պետք չի անել, խոշոր առևտուր պետք չի անել, այստեղ կոնկուրենցիա կա, հնարավոր է, որ դուք ունեք կոնկուրենտներ, որոնք խանգարում են ձեզ ավելի աշխատել։ Ֆինանսի հետ կապված ձեզ հարկավոր է շատ այսպես ռեսուրս օգտագործել։ Ինչ վերաբերում է ձեր անձնական կյանքին, բաշնյա ռազրուշենի, սա նշանակում է, որ կայծակնային ինչ-որ բան պետք է լինի, որտեղ դուք պետք է տեսնեք իրականությունը ձեր այլևս հնարավոր չէ վարդագույն ակնոցներով կամ այսպես գունագեղ պատկերացումներով, էֆորիկ վիճակներով առաջնորդվել ձեր անձնական կյանքի հանդեպ։ Ինչը վերաբերվում է ձեր առողջությանը, ապա ուզում եմ ասեմ, որ դուրս է եկել թագուհին, դուք ինտուիտիվ մակարդակում նաև կարող եք զգալ ձեր առողջության հետ կապված խնդիրները։ Առողջության հետ կապված խնդիրը կարող է լինել, ընդունենք ողնաշարի հետ մի փոքր այսպես դժվարանակ ակտիվ լինել։ Եվ քանի որ այստեղ բաշնյա է դուրս եկել, այսինքն աշտարակի քանդումներ դուրս եկել, 6 ժեզլ, դուք կհաղթահարեք այս իրավիճակը եւ այստեղ քանի որ մեր մոտ այս կարտայով բաշնյա ռազրուշենին աշտարակի վերաքանդումը, սա նշանակում է, որ անակնկալ կերպով դուք կտեսնեք այն իրականությունը, ինչը տեղի է ունենում ձեր կողքին կամ ձեր թիկունքում։ Եթե մենք նայում ենք ձեր խորհուրդը տիեզերքի կողմից, պավեշնի հերիքա գնաք ինքնազոհաբերության կամ ձեզ ձևանաք որպես զոհ, հարգելի ձկներ, ժամանակն է այսպես օդում կախված հարցերը վերանայել եւ տալ հստակ լուծումներ։ Ինչ վերաբերվում է անակնկալին, անակնկալը ձեր մեջ կարտանա այսպես ամուր, ինքնավստահ էներգիան, դուք ձեզ կզգաք, որ դուք եք ղեկավարելու ձեր կյանքը եւ դուք ինչպես ուզեք, այդպես կարող է լինել ձեր կյանքը։ Ձեզ ինչի՞ց է զգուշացնում կարտը, եթե դուք առջևում որևիցե հարցում չեք տեսնում հեռանկար, ապա պետք չի քայլ անել դեպի այդ ուղղությամբ, մինչև քայլ անելը պետք է հարկավոր է ամեն ինչ լավ որոշել, ծանր ու թեթև անել։ Ողջ ամսվա էներգիան ձկների համար մուշչինան դուրս եկավ, կամ դուք հարցեր կունենաք կապված տղամարդու հետ, այսպես համահունչ գնում է, կամ դուք, եթե կին է պահողը, ապա կլինի տղամարդու էներգիաների ներքո, տղամարդու ազդեցության տակ կզբաղվի տղամարդու հետ կապված հարցերով, եթե ոչ, ապա դուք ձեզ կդրսևորեք տղամարդկային էներգիայով, այսինքն ձեր մոտ կարտնանա արևային էներգիան եւ համարձակությունը ձկների համար ինձ ինֆորմացիա է գալիս հենց այս էներգիայի համար։ Ամեն դեպքում, եթե տղամարդ է նաև նայողը, ինքը էմոցիաները կդնի են կողմ,
եւ այսպես կփորձի ավելի պարզ նայել իրադարձություններին։